Դերենիք հետո չմոռանանք, որ այս մարդը վախեցած է, որովհետև գիտի ինչ է արել, գիտի ինչ է բերել Հայաստանի գլխին, վախեցած է ու այս շաբաթ տեղի ունեցած իրադարձություններից մեկը նրա խաղաղ առավոտները խախտեց եւ մարդ վատացավ ԿՊ-ում կամ այդ մարդամեկը վատացավ, ինչը նկատի ունեմ, Մայր Հայաստան կուսակցությունը համաժողով հրավիրեց եւ հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առաջարկ Հայաստանին ծրագրով եւ Բարգավաճ Հայաստանի հետ միասին։ Հետո մի հատ էլ դրան գումարած հմեկում հարցազրույց տվեց, շատ սուր շեշտադրումներ կատարեց։ Ես կառաջարկեմ մի փոքր դրվագ դիտենք այդ հարցազրույցից։ Անդրանիկ Թևանյանը, այո, հարցազրույց տվեց Մայր Հայաստան կուսակցության նախագահը, դիտենք մի դրվագ ու շարունակենք մեր զրույցը։ Առաջարկում ենք հանրային լայն կոնսոլիդացիա ընդդեմ այս իշխանության, որը Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ է մասնակցելու ընտրություններին եւ իրականացնելու այն օրակարգը, որը նրան թելադրում են Էրդողանը, Ալիևը, Ֆիդանը եւ մյուսները։ Այս հայտարարությունից հետո եւ համաժողովից հետո ԿՊ-ին տագնապ հայտարարվեց եւ այնտեղ մեյդան բերվեցին Թուրքիայի հետ ախպերություն անող Ռուբեն Ռուբինյանը, արդեն Նասկի մայկատրուսիկ ունեցող Վագն Ալեքսանյանը, Ծաղկաձորում առանձնատուն կառուցած Արսեն Թորոսյանը, ով ասես ով չմեն եւ մի կին ատամնատեխնիկ, հա, ու ինչու են մեղադրում իրենք ընդդիմությանը մեղադրում են ուշադրություն ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու ծրագիր ունենալու մեջ, հասկանում ես, абսուրդը որտեղ է հասնում։ Ու մի հարայհրոց են դրել, հասեք, փրկեք, ինքնիշխանություն, միջամտում են մեր ներքին գործերին, ոտնահարում են մեր ինքնիշխանությունը։ Ու սա ասում են այն նույն մարդիկ, ովքեր Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի աջակցությունը, ուղիղ աջակցությունը Նիկոլ Փաշինյանի նորմալ են համարում։ Մի բան էլ շնորհակալություն են հայտնում նրան։ Ու սա ասում են մարդիկ, ովքեր իրենք են դիմում Եվրամիության չինովնիկներին եւ խնդրում են, աղաչում են, ասում են, եկեք Նիկոլ Փաշինյանին ընտրությունների ժամանակ աջակցեք այնպես, ինչպես որ Մոլդովայում աջակցեցիք Սանդուին։ Իսկ Մոլդովայում հիշեցնեմ ուղղակի մեր քաղաքացիներին իրենք ինչ արեցին։ Հիմնական ընդդիմադիր ուժերին արգելեցին, որպիսի մասնակցեն ընտրություններին, Եվրամիության տարածքում գտնվող Մոլդովայի դեսպանատներում կեղծիքներ իրականացրեցին եւ մեծ հաշվով թքեցին ժողովրդավարության վրա։ Ու հիմա Նիկոլենք ասում են, ուզում ենք ինչպես Մոլդովայում, եկեք մեզ մոտ էլ էստեղ արեք, այսինքն ընտրություններից առաջ են սրանք ուզում ընտրությունները արդեն կեղծած լինեն։ Իրենք իհարկե շատ բան կուզենան, իրոք այդ վայնասունը ԿՊ-ի կողմից բարձրացվող շատ ականջ ծակող էր եւ շատ ծիծաղել էր, ես ավելին ասեմ, ԿՊ-ի այդ վայնասունին ԿՊ-ականների որոշել է այդ Ռուբեն Ռուբինյան, Վահագ Մահակ, այդ դրանց միացավ նաև Հակինազը, ադրբեջանական մամուլում եւս մեծ վայնասուն այս թեմայի հետ կապված, ես այստեղ գալուց ընթերցեցի Հակինազի հոդվածը այդ թեմայի։ Նույն շեշտադրումներով, նույն բառապաշարով, նույն շեշտադրումներ, նույն Գյումրի 2, նույն Ռուսաստանից աջակցություն, մի խոսքով այդ հիմար թեզերը այնտեղ շարադրված էին այդ հոդվածում եւ իրենք ֆիքսում էին, որ ձևավորվում է երկրորդ ուժային կենտրոն ընդդիմության ներսում, որը հավակնում է իշխանություն վերցնելուն։ Այսինքն ֆիքսվում է, իրենք վայնասունով ԿՊ-ականները ֆիքսեցին դա, իսկ ադրբեջանական մամուլը արդեն բառացի է ֆիքսում, որ երկրորդ ուժային կենտրոնն է ձևավորվում քաղաքական դաշտում, որը հայտ է ներկայացնում կամ առանձին կամ միասնաբար իշխանություն վեր կոալիցիոն, Թևանյանն նաև նշեց, չէ, հանրայինի եթերում, որ կոալիցիոն խորհրդարանական ընդհանրապես կառավարումը ենթադրում է նաև կոալիցիոն, այո, դա ասենք կոալիցիոն կառավարումը խորհրդարանական հանրապետություններին կառավարման կարգին բնորոշ երևույթ է, նաև կոալիցիայի միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորություն այստեղ դիտարկվում է։ Իսկ ինչու են ԿՊ-ականները այդպիսի մեծ վայնասուն բարձրացրել ու նշում, որ իրենք հասկանում են, որ իրենք բացարձակ հնարավորություն չունեն, ասենք, չգիտեմ, ասենք ինչ էլ անեն, ասենք մազերը կտրեն տեղը, ասենք, չգիտեմ, ուրիշ բան կանաչի ցանեն, իրենք հնարավորություն չունեն 50+ հավաքելու։ Դա բացառված է նորմալ ընտրությունների պարագայում, նույնիսկ աննորմալ մի փոքր էլ, հա,
ընտրությունների պարագայում իրենք 50+ հավաքելու ոչ մի շանս չունեն։ Այդ Նիկոլ Փաշինյանը, որ գորգորում է, ասենք 60+, չգիտեմ, որակյալ մեծամասնություն, դա գյումրեցիները ասում են կսկծու փառք Աստծո, էլի, մոտավորապես այդ վիճակն է այդ մարդու մոտ, ոգևորում է թիմին, որ չփախնեն, բայց ես խորհուրդ եմ տալիս ԿՊԱ-ականներին, առողջ հատվածին երևի կա այդ կուսակցության ներսում առողջ հատված, ուշադիր հետևեք ձեր ոժդի եւ իրեն այդպես մերձավոր ԿՊԱ-ականների ջղացկումներին եւ շատ շուտ հետեւություններ արեք, որովհետեւ հունիսի 7-ից հետո մենք արթնանալու ենք այլ Հայաստանում։ Հիմա վերադառնալով երկրորդ Գյումրի 2 անելուն, օրինակ այն Վագ Ալեքսանյանն ասես թափահարվում է Գյումրի 2-ը։ Դե սարսափն է, Գյումրի 2-ը իրանց սարսափն է, չեն մարսում էլի դեռ Գյումրի։ Արեկը մի հատ Արեկ Նարչյան հասկանանք ինչ եղավ Գյումրի 2-ին, ասում մեզ ուզում են Գյումրի 2 անեն, ուզում են ասո քրեական հոդված լինի, էլի։ Գյումրիում ինչ եղավ։ Գյումրիում բոլոր ով ցանկանում էր մասնակցեց ընտրություններին, ԿՊ-ն մասնակցեց իր այդ արդեն հետո սեփականաշնորհված ԿՊԱ-ական դարձած, հələ ԿՊԱ-ական էլ չէր այդ տղեն, էլի Սարիկը Մինասյան։ Հայ ասում են ինքը մեր հետ է, բայց ինքը մեր հետ չէ, էլի, ինքը լավ տղա է, մեր հետ չի, Սարիկին դեմ տալով, հետևում պահկվելով, որ չերևան որ ԿՊԱ գիտեն որ զզվում են իրենցից, էլի։ Այդպես պահկվելով Սարիկին դեմ տվեցին ու բերեցին այն Եվրա թուրքա խառը այդ մասային, որ իրար հետ մասնակցեն, ասենք մի կերպ հաղթարեն, մի կողմ իրենք էին, մյուս կողմ ասենք հիմնական առողջ բացառությամբ 1 կամ 2 մաքսիմում ուժի մնացած առողջ ընդդիմադիր ուժեր էին այն ինչ որ Երևանի ավականիում արեցին այդ էլի այդ Արամ Սարգսյան նույն սցենարով ու իշխանությունը զորով վերցրեցին նույն սցենարով ուզում էին այնտեղ կրկնեին այսինքն բնականորեն այդպիսի դասավորվածություն եղավ հիմա անդիմությունն էլ մասնակցում էր իր ուժային կենտրոններով Մայր Հայաստանը եւս բնականաբար մասնակցում էր ընտրություններին վերջն արդյունքում ստացվեց այնպես որ հանրագումարով ընդդիմությունը ավելի մեծ քվե ստացավ, քան Նիկոլ Փաշինյանը։ Գումարային եմ ես այստեղ ասում։ Եվ մարդիկ ժողովրդավարական ճանապարհով, այն ընտրություններով, որոնց արդարությունը, չգիտեմ, անկախությունը եւ մնացած բոլոր կոմպոնենտները չի վիճարկվել Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-ականների կողմից, այդ ընտրությունների միջոցով ընդդիմությունը եկավ Գյումրիում իշխանության։ Հիմա սրա ինչն է անհանգստացնող, ես ուզում եմ հասկանալ։ Դե վախենում են իշխանություն կորցնելու մեծ հաշվով։ Ասենք ժողովուրդը գնացել քվեարկել է տեխնացուի օգտին, ում հարմար է գտել։ Հիմա եղել է ինչ որ կոնկրետ X մարդ, այս բarակայում էլ կլինի կոնկրետ X մարդ, կգնան, կքվեարկեն եւ հետո արդեն բանակցությունների կոալիցիաների միջոցով կամ ասենք Աստված տա, ասենք ընդդիմությունից ինչ որ մեկը 50, ասենք մենք 50+ հավաքենք։ Խնդիրը դա չի։ Ուղղակի մի քիչ ռեալ հաշվարկներ պետք է արվեն հասկանալու համար, որ ասենք քաղաքականությունը վերջ հնարավորությունների արվեստը բոլոր տարբերակները պետք է հաշվարկես։ Հիմա եթե լինում է Գյումրի 2 ժողովրդավարական ճանապարհով ընտրությունների միջոցով, ինչն է խնդիր ԿՊԱ-ականների համար ես չեմ հասկանում ժողովրդավարություն բան իրենց համար դրանք լրիվ սուտ արժեքներ են ինչ պետք է լիներ հերթական անգամ խափում են վախեցած են որ իշխանությունը պետք է կորցնեն որովհետև վախի աչքերը մեծ են այլ տարբերակ այստեղ չկա լավ ինչ պետք է ասենք Գյումրի 2-ի խնդիրը ո՞րն է ժողովուրդ ջան դուք հələ միացես հարց տվեք էլի նորմալ մասնակցել են ընտրություններին ժողովրդավարական ճանապարհով անցել են ավականի ընտրել են քաղաքապետ Ինչն այստեղ խնդիր իշխանությունը կորցնել է այլ հարց որ ԿՊ-ն ջղացկումների մեջ հանգնում երբ ինքը կորցնում է իշխանությունը այլ հարց որ Նիկոլ Փաշինյանը խորապես թքած ունի ժողովրդավարական արժեքների վրա այլ հարց որ Հայաստանում որևէ համայնքում ընտրված ԿՊԱ-ական ընդդիմադիր ԿՊԱ-ական պետք է ասեի էլի այս Ֆրեդի բանն այլ շուտով դառնալու են այդ կարգավիճակին հայտնվելու են ոչ մի ընդդիմադիր քաղաքապետ չի կարողացել միջև վերջ պաշտոնավարել Հայաստանում փառականում սպանվեց Գյումրիում բանտարկվեց Վանաձորինը բանտարկվեց Մամիկոն Ասլանյանից վերջերս մարդ հաղթել է դրա համար գնաց 2 տարուց ավել նստավ ելով կար Թալինում սարքեցին դրեցին իրենց Տավրոսին մի հատ խայտարակ երևույթ
Մայրաթորում հիշում եք, չէ՞, շալվարի չեսնողը, Ալավերդիում նույն պատմությունը եղավ, այսինքն սրանք միջև հոգու խորքը խայտարակել են ժողովրդավարությունը, տեղական ինքնակառավարումը, մարդու իրավունքները ամեն ինչ այլանդակել են, հիմա էլ աննամուսի նման կանգնած ասում է Գյումրի 2 ենք, հա Գյումրի 2 ենք անելու, հետո